Սիրելի քույրեր, եղբայրներ, փառք մեր կենթանի Աստծուն իր սիրո ողորմության եւ իր բարության համար, որ ինքը մեր բարի հովիվն ու մեր Տերն է, մեր ապավենն ու մեր զորությունն է, ինքն է մեր ուրախությունը, մեր կյանքը։ Գիտեք, երբ որ մարդը Հիսուսի հետ ապրում է եւ ճանաչում է Հիսուսին, ոչ մի իրավիճակ այդ մարդուն հուսահատության չի կարող տանի։ Իսկ հուսահատ մարդը այն մարդն է, որ նայում է ոչ թե երկինք, այլ նայում է իր շուրջը։ Գիտեք, երբ որ Հիսուսը ջրի վրով քայլելով գալիս էր, աշակերտները որտեղ էին։ Նավի մեջ, չէ՞։ Աշակերտները Հիսուսի աշակերտներն էին, թե չէ։ Հիսուսի աշակերտներն էին։ Աշակերտները տեսնում էին Հիսուսին գալուց, տեսնում էին։ Եվ աշակերտներից մեկը Պետրոսն ասաց. «Տեր, որտեղ մի քիչ դա անհասկանալի էր ջրի վրա քայլելը, իրանց թվաց միգուցե սա իրանց համար տեսիլք է, ոչ իրականություն»։ Ասաց. «Տեր, եթե դու ես, ասա ես էլ գամ»։ Հիսուսն այս արի։ Պետրոսը ոտքը դրեց ջրի վրա, տեսավ կանգնում է, քայլ արեց, տեսավ լինում է, եւս մեկ քայլ արեց, ուրախացավ, որովհետեւ հայացքը Հիսուսին քայլում էր ջրի վրայով, բայց հանկարծ հայացքը Հիսուսից կտրեց եւ նայեց քամուն, նայեց փոթորկին, նայեց ջրերին եւ ինչ տեղի ունեցավ։ Սուզվեց, ինչու՞։ Որովհետեւ անհնար էր այլևս, հույսը կտրեց, ոնց կարար քայլեր, երևույթը իրեն հուսահատ արեց։ Բայց ով փրկեց այդ հուսահատ վիճակից։ Գրված է Հիսուս մոտեցավ արագ, բռնեց Պետրոսի ձեռքը եւ նորից կանգնեցրեց։ Որ կանգնեցրեց, Պետրոսն ինչ արեց, ժողովուրդ ջան։ Հիշում եք ինչ արեց։ Ասաց. «Դե Պետրոս, դե հիմա լողանալով հասի նավը»։ Նորից Հիսուսի հետ քայլեց մինչև նավը։ Նորից ջրի վրայով քայլեց մինչև նավը։ Կարող է հենց այդպես գրված չի, բայց հասկանալի է, չէ՞ ոնց մտավ նավը։ Հիսուս ձեռքից բռնեց, բարձրացրեց եւ երկուսով գնացին նավը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե այսօր ես ու դու կանք եւ ճանաչում ենք Քրիստոսին որպես մեր միակ Աստծուն եւ ուրախությանը, մենք ամեն օր նրան կապավինենք եւ նրա հետ կապրենք եւ կիմանանք, որ մեր հարցերի լուծումը նրանից է։ Եվ այսօր ամենակարևոր բանը, իհարկե եղբայրները խոսեցին, տարբեր անկյուններով նայեցին թեմային, բայց կարևոր մեկ բան, որ այս ամեն խոսքի մեջ պիտի շեշտադրվի մեզ համար, ապավինել եւ վստահել նրան։ Այսօրվա թեման, որի մասին ուզում եմ խոսեմ, հետաքրքիր է, Մովսեսն է։ Մի մարդ, որ Աստծուն ապավինել գիտեր, մի մարդ, որ Աստծուն ճանաչում էր, մի մարդ, որ կարող ենք այսօր ասել հոգևոր մարդ էր, մի մարդ, որ ապրում էր Աստծով եւ գնում էր Աստծով։ Մենք այսօր այդպիսի մարդկանց ասում ենք, ինչպես եղբայրը սկզբից խոսեց, հոգով գնալու մասին։ Մենք այդպիսի մարդկանց այսօր անվանում ենք հոգով գնալու մասին։ Այդ ժամանակ ասում են Աստծո հետ քայլող մարդ։ Բայց Աստծո հետ քայլող մարդը եւ հոգով գնացող մարդը նույն մարդիկ են։ Այսօր եթե մենք քարոզում ենք, որ հոգով ապրեք, Աստծո հոգով քայլեք, դա նույնն է, որ կոչվի Աստծով քայլեք։ Եվ Մովսեսի համար հետաքրքիր է, մի համար եմ ուզում կարդալ, որ նկարագրում է, թե ով էր Մովսեսը։ Թվոց 12-րդ գլխի մեջ այսպիսի համար կա։ Ամբողջ 12-րդ գլուխը կարդալվեմ, բայց մասամբ, մաս։ Եվ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի աղբերն ու քուրն էին։ Այս քուրը Մովսեսի համար ահագին բան արած քույրիկ էր։ Մովսեսի համար ինքը ջրի մեջ հետևից գնաց, ինքը գնաց փարավոնի աղջկան ասեց, որ բերեմ մեկի, որ կերակրի, վերջապես Մովսեսի հենց մեծ քուրն էր։ Եվ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին, նրա առած եթովպացի կնոջ պատճառով, ըստ որում եթովպացի կին էր առել, եւ ասեցին, հիմա նայեք, իրականում եթովպացի կինը պատճառ չէր, բայց խոսեցին եթովպացի կնոջ պատճառով, եւ ասեցին. միթե Եհովան միայն Մովսեսի ձեռքով է խոսում, չէ որ մեր ձեռքով էլ է խոսում։ Իրա հալալ քուրն ու աղբերն են։ Իրանք տեսել էին Մովսեսի կյանքը,
Իրանք տեսել են ով էր Մովսեսը, իրանք տեսել են Մովսեսը ինչը թողեց, իրանք տեսել են ինչպես Մովսեսը Ահարոնին դրեց իր հետ, որ դա Իսրայելի ժողովրդին ազատի, իրանք տեսան ինչպես Մովսեսը 3 միլիոն ժողովուրդ Եգիպտոսից հանեց Աստծո օրհնությամբ եւ զորությամբ, ինչպես Մովսեսը առաջնորդում էր կրակի սյունով եւ ամպի սյունով այդ ժողովրդին, իրանք այդ ամենը տեսնում են, եւ ինչպես Աստված Մովսեսի պատճառով իրեն էլ մարգարե դարձրեց եւ Ահարոնին էլ Աստծո ծառա, մեծ քահանայապետ, բայց ամբողջ հիմքը Մովսեսն էր։ Բայց Մովսեսը սրան չէր խանգարում, Մովսեսը սրանից չէր վախենում, Մովսեսը սրանից չէր նեղվում։ Բայց այս մարդիկ մեծամտացան եւ ասեցին դե լավ, խի մենակ Մովսես դա, Մովսեսի ասածով տինի, խի Աստված բերեց չի խոսում, խի մենք Մովսեսից պակաս մարդիկ ենք։ Գիտեք, այս տեսակ ժամանակ մարդիկ վախենում են։ Դրանից առաջ մի հատ խոսք կա, ուզում եմ կարդամ, դրանից առաջ մի հատ խոսք կա։ Ես մի քիչ ամփոփելով եմ ետում, որպեսզի միտք ավելի հասկանանք, նույն Թվոցի 11-րդ գլուխ 25-րդ խոսքում խոսվում է, որ 70 հոգի երբ որ ընտրեց, չեմ ուզում կարդամ, 70 հոգի երբ որ ընտրեց, Աստծո հոգին իջավ իրանց վրա, սկսեցին մարգարյանալ, եւ երբ որ մարգարեություններ էին անում, հետո բոլորը հավաքվեցին միտեղ, երկու հոգի կային եւ մի պատանի վազեց եւ ասեց, որ Մովսեսին եւ ասեց. Ելդադը եւ Մովդադը մարգարեություն են անում բանակում։ Հիմա սաղ եկել են Մովսեսի մոտ մարգարեություն անելով, բայց այս երկուսը մնացել են ժողովրդի մեջ մարգարեություններ են անում։ Հիմա մի պատանի վազելով եկել ասում է, հələ Մովսես շուտ, էլի հասի, հələ տես ինչ է կատարվում, մարդիկ գնացել են առանց քեզ ժողովրդի մեջ մարգարեություն են անում։ Եվ հետարքին է շարունակությունը։ Եվ նաև որդի Հեսուն Մովսեսին ընտրյալ ծառան պատասխանեց ես ասեց. Տեր, իմ Մովսես, արգելի նրանց։ Եվ Մովսեսը ասեց նրան, ուշադրություն, ինչ ասում Աստծո մարդը, ինչ է նշանակում հոգով գնացող մարդ, ինչ է նշանակում մարդ, որ ճանաչում ասում։ Հիմա պատանին վազելով եկել է խաբարա բերել, ասում Մովսես, դու ես մարգարեն, հիմա առանց քեզ քո միջոցով Աստված 70 հոգու վրա իջեցրեց իր հոգին եւ մարգարեացան, բայց երկուսը փախե մտել են ժողովրդի մեջ, մի քիչ խառնում է էլի իրար։ Մարգարեություն են անում առանց քեզ։ Հիմա Հեսուն ասում Մովսես, ասի ոնց կլինի, արգելիլը, հանգարց քո անունը չեմ դնի, հանգարց չխառնեն ժողովրդին, բայց ասում մարդու դիրքը նայեք։ Եվ Մովսեսն ասեց նրան. ինձ համար ես նախանձում։ Հասկացավ, որ դա ծառան իրան հավատարիմ մարդ, ասում է ինձ համար ես նախանձում։ Երանի թե Եհովայի բոլոր ժողովուրդը մարգարեներ լինեին։ Եվ Եհովան իր հոգին նրանց վրա դներ։ Այս ինչ մարդ էր։ Այս ինչ սրտի տեր մարդ էր այս մարդը։ Այսինքն իր համար կարևոր չէր դիրքը, իր համար հոգով ապրելն էր կարևոր։ Իր համար կարևոր չէր այդ 3 միլիոնի շեֆը լինելը, ղեկավարը լինելը, պաշտոնյան լինելը, մարգարեն լինելը, առաջնորդ լինելը, ինչ ուզում եք ասեք է դրան։ Իր համար կարևոր էր Աստծո հետ քայլելը։ Դրա համար ասում է ինչ կապ ունի ով կմարգարյանա։ Երանի թե բոլորն է մարգարյանան, երանի թե Աստծո գործը առաջ է թա, երանի թե Աստված փառավորվի իր ժողովրդի մեջ։ Ես ոչինչ, ես կարևոր չեմ։ Թեև ինքը այնքան անվախ էր, որտեղ ինքը Աստծո հետ քայլող մարդ էր, եւ Սատանեն փորձեց այնպես անի, որ ոչ թե այդ մարգարեները, այլ իր մտերիմները, իր կողքի ամենօրյա մարդիկ, իրենով բարձրացած մարդիկ, մարդկանց, որ ինքն էր բարձրացրել, եւ իր միջոցով էր, որ Աստված նրանց օրհնել էր, եւ իր անգամ այունակիցն էին, իր դեմ հելան, ասին խի մենք պակաս մարգար ենք, խի մենք պակաս կարանք այս ժողովրդին առաջնորդենք, Մովսեսին փորձեցին անարգել եւ չարախոսություն արեցին եւ ծածուկ անարգեցին եւ ծածուկ խոսեցին եւ ժողովրդի սրտերը փոխելու համար խոսեցին, բայց ինչ արեց Աստված։ Ահա ինչ նշանակում լինել Աստծո մարդ։ Ահա ինչ նշանակում հավատալ Աստծուն եւ մնալ Աստծո հետ։ Այդ ժամանակ Աստված քո կողքը կլինի։ Եվ ինչ արեց Աստված։ Ես էսի խոսում եմ բոլորիս համար։ Այսօր մի վախեցեք դուք ճշմարտությունը պահելուց։ Մի ծռեք ճշմարտությունը հանուն մարդկանց։ Ճշմարտությունը թանկ է ու վեհ ամեն ինչից։ Եվ որ մենք ճշմարտությունը մարդկանց ազդեցությունից ու վախից ծռենք, վաղը մենք էլ ծուր կլինենք եւ Աստծո առաջ ուղիղ չենք լինի, հոգով գնացող մարդ չենք կոչվի, Աստծո մարդ չենք լինի։ Եթե դու Աստծուն ես ապավինե, ինչա կատարվում քո շուրջը կապ չունի։
կապ չունի ինչա կատարում քո շուրջը։ Մովսեսից հետո Ահարոնը եւ նա քույր Մայրամը ամենահեղինակավոր մարդիկ էին ճամբարում։ Ամենահեղինակավոր մարդիկ էին ճամբարում։ Եվ ճամբարի ամենահեղինակավոր մարդիկ իր դեմ հելան, բայց ինքը Աստծո մարդ էր։ Խաղաղություն կար, ինքը չխառնվավ իրար, չվախեցավ, այսօր շատերս վախենում ենք, վայ հանկարծ իմ հեղինակությունը Տերն է։ Նայեք ինչ ասում Աստված։ Մովսեսը լռում էր, Մովսեսը հեզ մարդ էր, Մովսեսը Աստծո մարդ էր։ Եվ Մովսես մարդը շատ հեզ էր, երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի։ Եվ իսկույն Եհովան ասեց Մովսեսին, Հայր Աստվածն ասեց Մովսեսին, եւ Ահարոնին, եւ Մայրամին, իրեք հետ է խոսում էր Աստված։ Դուք երեքդ էլ, ինչ հետարքիր է, շատ ուշադիր եղեք հələ։ Դու Աստված խոսեց Մովսեսին, չէ՞ Մովսես գնա իրանց ասա, ինքը խոսեց նրանց հետ, որտեղ խոսում էր։ Մովսեսի հետ էլ խոսեց, Ահարոնի հետ էլ խոսեց, Մայրամի հետ էլ խոսեց։ Դուք երեքդ էլ դուրս եկեք ժողովրդի խորանը։ Ինչ անում Աստված։ Եվ երեքն էլ դուրս եկան։ Եվ Եհովան իջավ ամպիսյունով եւ խորանի դռանը կանգնեց։ Եվ Ահարոնին եւ Մայրամին կանչեց, երկուսն էլ դուրս եկան եւ ասեց. Հետաքրքիր է, չէ՞։ Ծածուկ տեղը խոսեցին, Աստծո մարդու առաջ ծածուկ չարություն արեցին, Աստծո ծառայի դեմ խոսեցին, Աստծո հետ քայլող մարդու դեմ հելան, իրանց փառքը վեր բարձրացնելով նպատակները չարացավ, եւ Աստված ինչ արեց։ Աստված ծածուկից հանեց, գրված է, չէ՞։ Լույսը որտեղ է, որ դնում ես աշտանակի վրա, լուսավորում է։ Աստված ծածուկը բացահայտ խայտարակեց։ Նրանք ծածուկ չարություն արեցին Աստծո մարդու դեմ, Աստված բացահայտ խայտարակեց։ Նրանք ծածուկ խոսեցին, Աստված բերեց ժողովրդի խորանի առաջ եւ ամբողջ ժողովրդի առաջ կանգնեցրեց, դատը ժողովրդի առաջ կանգնեցրեց։ Աստծո ժողովրդի առաջ դատը բարձրացրեց։ Աստված բարձրացրեց, Մովսեսը չպահանջեց, Մովսեսը չարիք չպահանջեց, Մովսեսը պատիվ չպահանջեց, Մովսեսը իր փառքը չպահանջեց, Մովսեսը չկանչեց իրանց իր անունի համար դատելու, Մովսեսը պատրաստ էր իր տեղը զիջելու։ Մովսեսը խոնար մարդ էր, Մովսեսը պատրաստ էր իր դիրքերը զիջելու, Մովսեսը պատրաստ էր բոլորը մարգարեանային։ Բայց ինքը ինչ արեց։ Մովսեսը ոչինչ չասեց։ Աստված խոսեց ու երեքին էլ կանչեց իր առաջ։ Եվ ահա Աստված խոսում է ժողովրդի առաջ այդ մարդկանց հետ։ Եվ երկուսին էլ կանգնած էին։ Եվ ահա եւ ասեց. Հիմա իմ խոսքը լսեցեք։ Աստված է խոսում իրանց հետ եւ ժողովրդի առաջ։ Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, եւ ես Եհովաս ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան, կամ երազում կխոսեմ նրա հետ, բայց այսպես չէ իմ ծառա Մովսեսը, որ իմ բոլոր տան մեջ հավատարիմ է, սա շեշտալի մեծ խոսք է։ Մեծ խոսք է, հետարքիր Աստված ինչ ասում։ Ասում է ձեր այդ երազներով, տեսիքներով խոսում եմ, բայց այդ ձև չի Մովսեսը։ Մովսեսը Աստծո մարդ է։ Մովսեսը իմ տան մեջ հավատարիմ է։ Շատ ժամանակ ասում եք մենք հավասար ենք, փրկված առումով, հավատքի առումով կարող է, բայց հավատարմությամբ հավասար ենք։ Աստուն հավատարիմ լինելով հավասար ենք։ Հա, մարգարեանելով սաղս մարգարեանում ենք, բայց հավատարմությամբ հավատարիմ ենք, նվիրվածությամբ նվիրյալ ենք, կյանք դնելով դրել ենք։ Մենակ ասում ենք, հավատում ենք, հավասար ենք, ինչով ենք հավասար, այստեղ սրանք էլ էին ասում հավասար ենք, սրանք էլ էին ասում մեր մեջ տարբերություն չկա, ինչ տարբերություն, Մովսեսի հետ էլ է խոսում, մեր հետ էլ է խոսում, այն էլ է մարգարե, մենք էլ ենք մարգարե, Աստված կանչեց, այս արեք բացատրեմ տարբերությունը, ձեր եւ նրա տարբերությունը, հավատարիմի եւ ոչ հավատարիմի տարբերությունը, նվիրյալի եւ ոչ նվիրյալի տարբերությունը, կյանք դրածի եւ ոչ կյանք դրածի տարբերությունը, մեկի որի միջոցով անում եմ եւ որին անում եմ։ Եթե իրան արել եմ ես, ձեզ արել եմ իր միջոցով։ Ահա տարբերությունը։ Եվ հետարքիր է, նայեք այդ շարունակությունը, ինչ ասում Աստված։ Տան մեջ հավատարիմ է, նրա հետ բերան եմ խոսում, եւ հայտնապես եմ խոսում, եւ ոչ թե առակներով, եւ նա Եհովայի կերպարանքը տեսնում է, ինչպես չվախեցաք իմ ծառա Մովսեսի դեմ խոսել։
Աստված ասում։ Ինչպես չվախեցաք իմ ծառա Մովսեսի դեմ խոսել։ Եվ ոհայ բարկությունը նրանց վրա բորբոքվեցավ եւ ամպը գնաց։ Երբ որ ամպը գնաց, շարունակությունը չկարդամ ժամանակի հետ կապված, ամբողջ միտքը ասեմ, դուք հետո կարդաք, եթե ուզում եք։ Զարկվեցավ, գրվածա բոլորի աչքի առաջին Մարիամը։ Միանգամից բորոտությամբ զարկվավ։ Ահարոնը խառնվավ իրար, վազև ընկավ Մովսեսի ոտներն, ասեց. «Տեր, Տեր»։ Իա, մի քիչ առաջ ասում էր ես ու դու նույնն ենք։ Հիմա արդեն ասում է Տեր։ Իր աղբերն ասում է Տեր։ Մի քիչ առաջ ասում էր ես դու նույնն ենք, ով ես դու։ Հələ դու լավ էլ մարդ ես, դու ոնց որ խախտել ես օրենքը, դու ոնց որ խախտող մարդ ես, դու ոնց որ ուրիշ կնիկ ես առե ազգից։ Հիմա արդեն ընկելա ոտեր ասում է Տեր։ Ողորմի ինձ օգնի աղոթի իմ վրա այս բարկությունը չգա, խնդրի Մարիամի վրից այս բարկությունը գնա։ Մովսեսը չասեց դրան քիչ է, չասեց չի հասկանում, այսքան ժողովրդին իմ դեմ է հանում, այդ բան չասեց, այս Տեր Աստված, սիրող ես, Աստծո մարդը սա է, հոգով գնացող մարդը սա է, Սուրբ ես այս վերջում երիտասարդների հետ խոսում ենք եւ ասում ենք ինչպես կբնորոշեք Աստծո մարդուն, ինչպես ենք մենք բնորոշում եւ ասում ենք սա հոգով գնացող մարդ է, սա հոգեվոր մարդ է եւ միակ բնորոշումը Գաղատացիս 5:22-ն է, Սուրբ հոգու պտուղներ ունեցող մարդն է հոգեվոր մարդ, որի կյանքի մեջ երևում է Սուրբ հոգու պտուղները, սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, համբերությունը, ժուշկարությունը, հավատքը, այսպիսիների դեմ օրենք չկա։ Սրանք են հոգևոր մարդիկ, սա է հոգով գնացող մարդը, սա է այն անձնավորությունը, որ հոգով է գնում։ Եվ Մովսեսն ասեց. «Տեր, իմ քրոջս ողորմա Մարիամին»։ Տերն ասեց կողորման, բայց եթե մեկի երեսին հայրը թքում է 7 օր չի ամաչում, թող 7 օր բանակից դուրս մնա։ Աստված կանգնեց Մովսեսի կողքը, Մարիամին ցույց տվեց իր փառքը եւ ամբողջ ժողովուրդը հասկացավ Տիրոջ գործը եւ ինչ է նշանակում Աստծո մարդ լինելը եւ հավատացյալ լինելը։ Ինչ է նշանակում հոգով գնացող եւ Աստծո առջև քայլող մարդը եւ ինչ է նշանակում հավատացյալ կամ եկեղեցի գնացողը։ Դա համար սիրելի քույրեր եղբայրներ, նույնիսկ եթե մենք նայում ենք նոր ուխտի մեջ Պետրոս Պողոս Առաքյալը, երբ որ եկան խոսեցին, ասեց Երանի թե ամբողջ ժողովուրդը լեզուներով խոսի, բայց առավել որ ամբողջ ժողովուրդը մարգարեանա։ Պողոսը չասեց ձեր մեջի մարգարեն ես եմ, դուք որ լեզուներով եք խոսակ բավարար է, ես ինչ մարգարեն, ասեց Երանի թե բոլոր ժողովուրդը մարգարեանան, որովհետև մեծ ավելի է մեծ, ավելի է եկեղեցուն օգտակար։ Էդի գրված է ժողովուրդ ջան, համարն ասեմ, որ դուք հետո եթե պետք կլինի կնայեք, առաջի Կորինթացիս 14-րդ գլուխ 4-5-րդ խոսքերն է։ Եվ նույն ձևի, եթե նայում ենք Հիսուսի օրինակը Մարկոսի ավետարանի մեջ, երբ որ եկան Հիսուսին ասին Հիսուս, մենք տեսանք մարդիկ, որ մեր հետ չեն քայլում, Հովհաննեսն եկավ ասեց Հիսուս, դա նույն գրված է 19-րդ գլուխ, Մարկոսի 9-րդ գլուխ 38-րդ խոսքից, ասում են մենք տեսանք, ժամանակի հետ կապված ուղղակի չեմ կարդում միտեմ ասում, թե չէ ուզում եի կարդայի, բայց ժամանակը տեսնում եմ ասում եմ միտքն ասեն։ Ասում մենք տեսանք մարդիկ, որ քո անունով են գործում, քո անունով դևեր մարգարեանում են, քո անունով դևեր են հանում։ Մենք իրանց արգելեցինք, որովհետև մեզ հետ չեն քայլում։ Հիսուսն ասեց՝ մի արգելեք, մի արգելեք։ Չկա մեկը, որ իմ անունով է գործում եւ ինձ դեմ է կամ Աստծուն հայոյող է։ Դրանք մեզնից են։ Ժողովուրդ ջան, Հիսուսը չասեց ոնց իմ հետ չի քայլում։ Հələ դադարեցրեք դրանց, չասեց չէ, ասեց թող մարգարեանան, թող գործեն։ Ժողովուրդ ջան, գիտեք, այսօր եթե ես եւ դու մեզ հոգեվոր մարդիկ ենք անվանում, վախենալ պետք չի։ Գիտեք, Մովսեսի միակ հաղթությունը նա չէր, որ ինքը հզոր էր։ Նա չէր, որ 3 միլիոն ժողովուրդ իրան սիրում էր։ Մովսեսի հաղթությունը նրանում չէր, որ մարդիկ իրեն հավատարիմ էին։ Մովսեսի հաղթությունը նրանում էր, որ ոչ թե նրանում եղբայրները խոսեցին, որ մարդկանց էր հաճեցնում, ոչ թե նրանից, որ մարդկանց սրտով էր էթում, որ հանգարց մարդիկ իր դեմ չհելնեն, այլ Մովսեսի հաղթությունը նրանում էր, որ ինքը Աստծուն հաճելի էր ապրում։ Մի վախեցի։ Քո հաղթությունը, եթե քո շուրջ ինչ ուզում են կատարեն, քո դեմ ինչ ուզում են խորեն, քո դեմ ինչ ուզում են խոսեն, քո դեմ ինչ թշնամություն ուզում են բարձրացնեն, հավատա, եթե Աստված քեզ հետ է, ով է քեզ դեմ։ Եթե Աստված մեր հետ է, ով է մեր դեմ։ Ասում է 1000-ը աչքից հետ կընկնի, 1000-ը քո ձախից կընկնի, միլիոնավորները քո առջևից կընկնեն, բայց քո մազը տեղից չի շարժվի, եթե
Աստված քեզ հետ է։ Մարգարեր, մի ամբողջ բանակ էր եկել իր դեմ, ծառան վախեցած եկել էր, ասում էր. Տերին, էսի քո հոգու հետևից են եկել։ Ասես մի վախեցի, նրանք, որ իմ հետ են, նրանք, որ իմ հետ են, սրանցից շատ են։ Մենակ ելավ դրանց դեմ, այզև դեմներից բռնեց, սաղ զորքը տարավ, ինչ արեց։ Թագավորն ասեց, ես ինչ գերիներ բերեցիր, մենակ ես ինչ գերիներ բերեցիր, կոտորեմ ասեց դու քո սրով առար, կերսա խնդրա բաց թող։ Էս է հաղթությունը մեր, Աստծո մարդ լինելու հաղթությունը սա է, ոչ թե քո դեմ հելածին թշնամի դառնալ, այլ քո դեմ դիմաց հելածին ողորմություն եւ օգնություն անել։ Թող Տերը կանի։ Դրա համար Տերն ասեց, դու մի արա դատը, թող ես կրակի կայծեր կիչեցնեմ։ Ես դատը կանեմ։ Այս մարդկանց դատը Մովսեսը չարեց։ Աստծո մարդիկ դատը իրանց ձեռը չեն վերցնում։ Աստծո մարդիկ դատը Տիրոջն են թողում։ Իրանց ձեռը մնում է օգնությունը, օրհնությունը եւ ողորմությունը։ Դրա համար գրված է չարին բարիք արա, բարիով հաղթի չարին։ Սա է մեր Աստծո մարդկանց եւ հոգով գնացող մարդկանց կանչվածությունն ու տիտղոսը։ Հավատա, դու քեզ պաշտպանելով հաղթություն չես ունենալու, եթե Տերը քեզ չպաշտպանի։ Բայց եթե ճանապարհը Տերը քեզ ցույց է տվել, գրված Աստվածաշունչում, գնա Տիրոջ հետ ապրելու խոնարհության, հեզության, հավատարիմ եղի Տիրոջը, հավատարիմ մարդ եղի Տիրոջը, հավատարիմ եղի քո Աստծուն, նվիրյալ եղի քո Աստծուն, կյանքը դիր Աստծուդ համար, Աստված քո կողքը կլինի, Աստված քեզ հետ կլինի եւ քո թշնամիների թշնամին կլինի։ Պետք չի վախենալ։ Դու մի ինչ որ բաներ արա քո պաշտպանության համար, դու թող Տիրոջը Տերը այնքան սիրուն է անում։ Տերը այնքան սիրուն է քեզ պաշտպանում, Տերը այնքան սիրուն է քեզ բարձրացնում, Տերը այնքան սիրուն է դատնանում, որ դու հետ ես նայում եւ ասում ես. Տեր, դու ինչքան բարի ու ողորմած ես։ Ես ավելի եմ ուզում խոնարհվեմ քո առաջ եւ ավելի եմ ուզում քո հետ ապրեմ եւ ավելի եմ ուզում քեզ համար ապրեմ, որովհետեւ ես տեսնում եմ, որ քո ձեռքը ինձ հետ է, թող իր անունը փառավորվի։ Ինձ եղել է խոսք, որ Տերն ասել է, ես բազում անգամ ասել եմ, դու հավատարիմ եղի ինձ, դու խոնարհվի։ Ես քո դեմ հելնողներին կողք կդնեմ։ Դու գործ չունես։ Դու դրա հետ գործ չունես։ Խոսք ա եղել ինձ մարգարեական, որ դու գործ չունես, դու դրանց մի նայի, դու ինձ ծառայի եւ դու հավատարիմ եղի, ես քո դեմ հելնողներին կողք կդնեմ։ Տերը սովորեցնում է մեզ խոնարհվել իր առաջ։ Տերը սովորեցնում է մեզ համաձայնվել իր կամքին։ Տերը սովորեցնում է մեզ լինել հոգևոր մարդիկ, հոգով գնացող մարդիկ, ու երանի թե երբ որ կուզենան քեզ բնորոշեն եւ կասեն սա հավատացյալ է թե հոգևոր մարդ, եւ ինչպես կարողանան քեզ բնորոշել, դու արդյոք եկեղեցի եկող գնացող ես, դու արդյոք հավատացյալ ես, ուղղակի որ մյուսների պես ասես որ ես էլ հավատում եմ Աստծուն, թե դու հոգևոր մարդ եւ հոգով գնացող մարդ ես, մարդիկ քո կյանքի մեջ տեսնեն, որպես վերստին ծնված մարդ, Սուրբ Հոգու բտուղները, որը բնորոշում է Աստծո մարդուն, հավատարմությունը, հեզությունը, խոնարհությունը, ժուշկալությունը, համբերությունը, հավատքը, սերը, որը ամփոփում է այս ամենը։ Թող Տիրոջ անունը բարձրանա եւ Տերը փառավորվի, մեծարվելով գովաբանվի ամեն մեկիդ կյանքի մեջ։ Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի ձեզ, Տերը իր օրհնությունը իջեցնի ձեր վրա, Տերը ձեր ընտանիքները օրհնի, ձեր աշխատանքն ու գործը օրհնի, ձեր ապագան օրհնի, դուք օրհնված լինեք, ձեր մտնելն ու դուրս գալը օրհնված լինի, ձեր կյանքը օրհնված լինի, որովհետեւ դուք կանչված եք Աստծո որդի լինելու մեծագույն տիտղոսը կրելու։ Ապրենք վայել այդ անունին, ապրենք վայել այդ կյանքին, ապրենք վայել մեր հավիտենական Հորը։ Ամեն ժողովուրդ ջան, թող իր անունը բարձրանա։ Եկեք կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ, բարձրացնենք իր սուրբ անունը, մեծարենք ու փառավորենք իրան։ Իր նման Աստված ունենք, իր նման Հայր ունենք, իր նման Տեր ու Վեմ ունենք։ Շատերը տեսօր արդեն ձեր կյանքերը լիարժեք տվել եք Տիրոջը, եւ նրանք որ նոր են կամ նրանք որ լիարժեք չեն տվել, այսօր ես հորդորում եմ, այսօր կոչ եմ անում քեզ, այսօր լավ օր է քո սիրտը ամբողջությամբ դու Տիրոջը։ Միգուցե դու նոր ես այս վայրի մեջ, միգուցե դու դեռ ամբողջությամբ չես որոշել քո սիրտը տաս իրան, միգուցե դեռ այդ որոշումը վերջնական չես կատարել քո կյանքի մեջ, որ Տերն է քո բաժինը, այսօր քեզ հորդորում եմ, ասա Տեր, դու ես իմ բաժինը, այսօր իմ սիրտը տալիս եմ քեզ, այսօրվանից որոշում եմ ապրել քեզ հետ ու քեզ համար, դու ես իմ Աստվածը, դու ես իմ Վեմը, դու ես իմ զորությունը, դու ես իմ կարողությունը, դու ես իմ կյանքը, դու ես իմ պահապանը, եւ ես ուզում եմ քեզ հավատարիմ լինել։ Ժողովուրդ ջան, հավատարմությունը մեծ բան է, ձեր հավատարմությունը Տիրոջ առաջ ամուր պահեք, թող Տիրոջ անունը բարձրանա։ Հալելույա քեզ Հիսուս։ Մենք